Գիտեք, լինում են դեպքեր, երբ որ չգիտես պարզապես ինչպես պատասխան տալ քո արածի համար։ Երբեմն զգում ես, որ անիմաստ տեղն ես ինչ-որ մեկին վիրավորել, կամ այն խոսքերը, որոնք դու հայտնել ես ինչ-որ մի բանի մասին, լրիվ անտեղին էին ու ավելորդ։ Եվ ընդհանրապես ես համարում եմ, որ իմ արածը կոպիտ ասած այդքան էլ ճիշտ չէր եւ ես շատ մեծ Ինչ 12000 Why don't you feel rocket? Feel touch. Hey, feel rocket. Feel touch. Hey. Հələ մի րոպե, ես անկեղծ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատեցին իմ վիդեոն եւ իհարկե գրեցին շատ տակրկիր նամակներ ու մեկնաբանություններ։ Չնայած դրանք այնքան շատ են, որ ես չէի հասցնում ոչ մեկին պատասխանել, բայց ամեն դեպքում շնորհակալություն։ Իսկ հիմա լուրջ։ Գիտեք, իմ փոքր ժամանակ չկար ինտերնետ, չկար համացանց, ու այդ ժամանակ այդքան էլ տարածված չէր բլոգերները եւ այլն եւ այլն։ Սակայն հիմա արդեն 2017 թվականն է դուրսը, հիմա արդեն համացանցն ու համակարգիչները արդեն բավականին հասանելի են, ու ցանկացած անչափահաս կամ փոքր կարող է սկսել նկարել վիդեոներ։ Չնայած եմ տուֆտում, հիմա մեծահասակներն ավելի դեբիլ բաներ են անում, քան փոքրները։ Ու այս տվյալ հետաքրքիր վիդեոներին մենք այսօր կանդրադառնանք։ Սկսանք։ Ու ստեղ մտնում է Զաստավկեն։ Так, ուրեմն երկու շիշ պիվա ես բերում, մեկ էլ մի շիշ արախ։ Դե ինչ եկեք սկսենք մեր այսօրվա վիդեոն։ Եվ այսօրվա մեր վիդեոն կոչվում է Իմ կյանքի օրագիրը տղաներ չնայեք։ Տղաներ չնայեք, տղաներ չնայեք։ Так, ես չհասկացա, մի վարքյան, էս ինչ է։ Այստեղ ես ունեմ երկու վարիանտ, կամ առաջինը, սա դիտավորյալ է գրված, որպեսզի ընդհակառակը տղաները նայեն, դե գիտեք, clickbait-ի էֆեկտը։ Կամ էլ ընդհակառակը, ինչ որ մեկը 2011-ից այնյան չի մեծացել։ Դե բոլոր գիտեք, 2011 թվականին մոդա էր օդնոկլասնիկին ու այդ ժամանակ ով որ գցում էր Google-ից վերցրած նկար, վերևը գրում էր հանկարծ չքաշեք, հանկարծ գլավնի չդնեք կամ ստատուսներ օրինակ, հանկարծ չպոստեք, հանկարծ չանեք, դե չէ, ես կնեղանամ։ Ու տվյալ տիպի դեբիլ բաներ։ Իսկ հիմա վերնագրի մյուս հատվածը Իմ կյանքի օրագիրը։ Так, հələ մի վարքան, ստոպ, ինչու ես դու ընդհանրապես քո կյանքի օրագիրը բացում միլիոնավոր մարդկանց առաջ։ Նո, դե միլիոն չէ, ընդամենը 60000, բայց էլի շատ է։ Ինչու է պետք դա ընդհանրապես ցույց տալ եւ դա ինչ որ մեկին հետաքրքիր է, հա։ Ինչը որը նաեւ էլի տարօրինակ է, տվյալ վիդեոն հավաքել է 60000 դիտումից ավել եւ տվյալ ալիքը ունի մոտ 1000 բաժանորդագրված օգտատերեր։ Այսի արդեն աբիդնի էր։ Ողջույն բոլորին, ես Քրիստինան եմ, սա իմ ալիքն է, իմ ալիքում դուք կգտնեք հետաքրքիր վիդեոներ։ Դատելով տվյալ վիդեոյի դիզլայքներից, ապա հա, ալիքը ունի շատ լավ ռեպուտացիա ու իրոք արժի միանալ։ Ես պրոստը այրվում եմ արդեն անհամբերությամբ, թե երբ եմ ես քո վիդեոները նայելու։ Այրվում եմ այնպես, ինչպես իմ հետևը։ Да не бомбит у меня! Чё орёшь? А чё они говорят, что у меня бомбит, когда у меня нет бомбит у меня? Իմ առաջին վիդեոն իմ կյանքի օրագրի մասին է։ Ահա այսպիսի տեսք ունի այն, այսպիսի ռեզինով։ Չէ, ինձ ուղղակի լոգիկան է հետաքրքիր, ում է հետաքրքիր, թե ինչպես է քո կյանքը, ինչպես է քո օրը անցնում եւ այլն եւ այլն։ Չէ, միգուցե օրինակ ինձ կոմենտար եմ սպասում։ Դե բլոգերները բոլորը տենց բաներ անում են, ես էլ որոշեցի, բայց բլոգերները դա անում են իհարկե ոչ ամբողջ ինֆորմացիան իրանց ցույց տալով։ Ինչու՞ եմ նամյոկս, հեսա նայեք մինչև վերջ կհասկանաք։ Ինձ շատ է դուր գալիս, այս օրագիրը ինձ նվիրել է իմ քույրիկը տարեդարձից կապակցությամբ։ Բոլորիս քույրերն էլ մեզ նվիրել են օրագրեր միմիայն եւ տետրեր։ Էդի մեր բոլորիս դառը մանկությունն է։ Այստեղ գրված է Դանիելյան Քրիստինա, կյանքի օրագիր համար 1։ Լուրջ էդի է գրած։ Բա ես չգիտեի, արմարդ, վայ։ Ես գիտես, ուրեմն ես այսքան տարի ինչ սովորում եմ հայոց լեզու, ինչն եմ սովորում, արդեն քանի տարի արդեն ավարտել եմ դպրոցը։ Ես արդեն սովորել եմ հայոց լեզուն ու իմ կյանքով չեր անցնի, որ այդտեղ գրված է այդ բառերը։ Ես մտածում եմ, թե դրանք չինական հիերոգլիֆներ են, բայց չէ, լավ, դա փաստորեն հայերեն տառեր են։ Շատ շնորհակալություն, որ հայտնեցիր։ Ես կյանքումս չէի ֆայմի ու չէի կարդա։ Եվ ստոպ, որպեսզի ոչ մեկ չկարդա։ Ինչ նշանակում ոչ մեկ չկարդա։ Դե բաց է օրագիրը, բաց է։ Թամենը ինչ ապետ դերթել չեմ հասկանում։ Այս ինչ որ մեկը փորձել է մատնահետքով բլոկի էլ նման սարքիր։ Ինչ լավ է, որ ինքը iPhone-ի նման 1-9 թվերը չի գրե, ու ասել է, որ հենց որ թղթին սեղմ եք բլոկը բացվում է կամ ինչպես կա, օրինակ Ստոպ եմ գրել, որ մարդիկ չկարդա։ Այ մարդ։ Գրել եմ ես, Դանիելյան Քրիստինա, 11 տարեկան։ Այ չէ, ես հասկացա, օքեյ, աղջիկը մտածում է իր անգրագետ կամ ինչու՞ չէ նաև հայերեն լեզվից հեռու մարդկանց մասին, ովքեր իրան նայելու են։ Բրավո, ես սա գնահատում եմ։
Սկիզբը 14:07:16 եւ վերջը 22:02:17։ Ստոպ, վերևը ինչի վերջն էր։ Չէ, ես գիտեմ, որ դա օրագրի վերջն է, բայց վերևը գրած է Դանիելյան եւ վերջը, էսի աստատիկ նազմանության փորձ չի, չէ՞։ Նորմալ է։ Նույնպես իմ լուսանկարը։ Այստեղ գրված է թե ով է ինձ սիրում։ Քեզ սիրում են քո ծնողները։ Ես շատ եմ կասկածում, որ քո այդ 11 տարեկան ասակում քեզ ինչ-որ մեկը սիրի է։ Այստեղ մի փոքր գաղտնիք։ Մի փոքր, ընդամենը մի փոքր, 1 տետրի երեսի կեսն է ընդամենը զբաղեցնում այդ քո գաղտնիքը։ Այստեղ գրված է իմ սոցկայքերի ծածկանունն ու ծածկագիրը։ Ժողովուրդ, այս մի հատ հարց տամ, այս աշխարհում մարդ կա, որ հələ պարոլները գրում է թղթի մեջ։ Քանի Facebook-ի մասին խոսք գնաց, հիմա մի բան ես ձեզ հայտարարեմ։ Ցեք դրանից, որ այսօրվանից դուք կարաք հայտնվեք իմ վիդեոյի մեջ։ Դրա համար ընդհանրապես պետք է անել հետևյալը՝ մտնել Facebook, ուղարկել ինձ ընկերության հայտ, գտնել տվյալ վիդեոն, ռեպոստ անել ձեր էջ եւ պատահական ռեպոստ անողներից 2 հոգուն ես հաջորդ վիդեոյում անձամբ բարևեմ։ Դե ինչ իսկ հիմա վերադառնանք մեր վիդեոյին։ Ծածկանունն ու ծածկագիրը։ Կամ այս աղջիկը մի այլ կարգի նոստալգիկ է, ասենց հին բաները, հին տրադիցիաները։ Դե գիտեք, ուշատետը ռեսկոմենկոն պահում է։ Հա, приятно։ Այստեղ ես նշել եմ, թե որ դուռը կբացեմ։ Գումարը, ընտանիքը, թե ընկերները, ես ընտրել եմ ընտանիքը իհարկե։ Դա դուր չէ։ Դա էդի դուր չէ, էդի ամենահասարակ թուղթ է։ Դե հա, պրինցիպի ես էլ էի փոքր ժամանակ թղթից Sega սարքում, կոմպեի սարքում խաղում էի։ Կորեն գրողի ծոցը, ընկերները կորի գրողի ծոցը, սերը, ես всё ընտանիքի համար եմ ապրում։ Այսի լազեց, այսի կարգախոս է։ Ես շատ եմ սիրում քաղցր եւ այդպիսով այլ։ Բոլորն են սիրում քաղցրավենիք Watson։ I love sweet։ Ես սիրում եմ քաղցր։ Ու պետք է անընդհատ գիդի նման ցույց տալ, թե էսի էսա, էսի այնա, էսի էսա։ Մենք շատ լավ տենում ենք։ Եվ այստեղ շատ կոնֆետներ կան։ Вы что, с ума сошли, что ли? Այդտեղ թղթեր էին։ 1000 անգամ ասել եմ, այդ կորագիրը մի թող փոճուր աղբորդ մոտ է։ Սա կոնֆետները կերել է, իսկ հետո էլ դու չես կարողանում մեզ ցույց տալ կոնֆետներ։ Միայն թղթեր են, կար։ Սա Nesquik-ի կոլեկցիա։ Լավ, եթե հավաքում ես այդ տպերը, ճակերտավոր ասած, լավ է, բայց ես հավաքում եմ տանտեր Nesquik-ի թղթերը, այդ կազմը, այդ իրա փու, այդ փաթեթը ես հավաքում, դրա իմաստը։ Սա ուղղակի գումարներ։ Всё, հիմա պարզ է թե ով է գողացել մոնոպոլիայի քարերը։ Այսպես զապիս։ Զապիս, էդի լուր դու զապիս ես կոչում։ Զապիսը էս է, ոչ թե այդ։ Այստեղ գրված են իմ սիրելի ֆիլմերը։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ բոլոր ֆիլմերը, որոնք պատկերված են ցուցակում, բոլորը հենց 100%-ով այնպիսի ֆիլմեր են, որոնք ցուցադրվում են հեռուստատեսությամբ։ Ինձ թվում է, ինչ որ մեկը չգիտի, որ գոյություն ունի Kinogo սայթը։ Այստեղ գրել եմ իմ սիրելի մուլտերը։ Վրոդի բը ինքը այս թվի երեխա է, վրոդի բը պետք է լինեն այսպիսի հետաքրքիր մուլտֆիլմներ, ինչպիսիք են օրինակ ֆիլմերից օրինակ Ալիսան Զազիրկալիը կամ այնտեղ չգիտեմ Զվերապոլիսը օրինակ, հա, դա շատ օրինակ դա շատ թույն մուլտ է, օրինակ խորհուրդ եմ տալիս ես, չնայած անկախ տարիքից դրեք նայեք, շատ լավ մուլտֆիլմ է, օրինակ դա այլ է ու այս ինչ ցուցակ է, այստեղ բոլորը համարյա հեռուստատեսային են ու Սա ուղղակի Faberlic։ Երիկ ջիմ արտամեկը գողանում է մոնոպոլիայի փողերը, հələ մի հատ էլ մամայի ժուրնալներն է վերցնում։ Սա պարոն Բեղավորն է։ Էս իրականում ձած Վազգեններ, պրոստը իրան կերել են, էս է մնացել իրանից։ Նիկ։ Սա կոչվում է կեքս, երևի։ Но это не точно. Այստեղ պանդա կոնֆետներն է։ Ավելի ճիշտ այն ինչը մնացել է։ Չէ, ասենք թղթերը ինչու ես պահում։ Եթե օրինակ դրանք իսկական կոնֆետ լինեն, հա, լավ, հասկացա նա, այս իսկական կոնֆետները տեղ չեն, այ դու թղթերն ես պահել։ Իշտակ կոնֆետների։ Սա իմ ծննդյան օրը։ Իմ սիրելի ուտելիքն է, խեցգետինը, սիրելի Իսկ հիմա հնչեցնում եմ ես հարց 25000 դրամի։ Ինչ է սիրում ինքը ուտել։ Տարբերակ A. Սպաս, տարբերակ B. Քաղցրավենիք, տարբերակ 3. Շոկոլադ եւ բամբանյերկա, տարբերակ 4. Խեցգետին։ Իմ սիրելի ուտելիքն է,
խեցգետի։ Լավ, եկեք վերջ տանք այս ամեն ինչը։ Ես արդեն լրիվ հոգնեցի։ Առաջարկում եմ դուք դիտեք, թե ինչպես են ռեակցիա տվել ուրիշները տվյալ վիդեոին։ Իսկ մինչև դուք դիտում եք, ես ընդհանրապես մի երկու բան կավերացնեմ։ Հնարավոր է որոշ մարդիկ ասեն, թե ինչու էր սա քեզ պետք, ինչու ես դու ընդհանրապես նրան մեկնաբանում։ Սկսենք նրանից, որ ես նրան չեմ քննադատում, չեմ վիրավորում եւ դրապես մի բան։ Պարզապես ասում եմ, որ տվյալ վիդեոն ուղղակի անհետաքրքիր է եւ անիմաստ։ Եվ ընդհանրապես կարելի է սկսել նորմալ բան անել, նորմալ թեմատիկա կարելի է ընտրել։ Դու հնարավոր ասեք, որ դե ինքը նոր է սկսում, ինքը նոր է, հələ ուզում է մտնի հունի մեջ, բայց հունի մտնելու համար ավելի հետաքրքիր թեմաներ կան։ Օրինակ հենց այդ իր ավերայիշալ մուլտֆիլմների ու ֆիլմերի մասին ինքը կարա դնի ու վիդեոներ հանի, տեսակ տեղում միտք օրինեցի, որ հնարավոր է ինչ-որ մի հետաքրքիր մակարդակին մի միտք ընտրել եւ դրանով աշխատել։ Ընդհանրապես նրան մի բան կփոխանցեմ, ես կցանկանամ, որպեսզի ինքը ավելի շատ այնպիսի վիդեոներ, որոնք հաստատ նրա տարիքակիցներին կհետաքրքրեն ու ոչ միայն ասենք աղջիկներին, նաեւ տղաներին, ինչու՞ չէ, նաեւ ամեն դեպքում շնորհակալություն, որ նայեցիք այս վիդեոն, անպայման դուք տվեք ինձ Facebook-ով ու չմոռանաք պայմանը, մտնում եք Face, իմ վիդեոն ռեպոստ եք անում ձեր էջ ու հաջորդ վիդեոում դուք կհայտնվեք։ Ու մեկ էլ օդնոյում էլ կարաք դուք տակ, վկայում էլ կարաք դուք տակ, կարաք կոմենտ գրեք, լայք դնեք ու ոբշե միացեք ալիքին, աստված սաղ լավ ալինելու ու վիդեոները արդեն հելելու են բավականություն։ Դե ինչ, երեդ GFM-ներ կհանդիպենք արդեն մյուս վիդեոյում։ Ես էլ հելա իմ սարքած երգի միքսը վերջացնեմ։